Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր նոյեմբերի 20, որ նա կշտացնում է կարոտած անձին և լցնում է սոված անձը բարությունով։ Սաղմոս 107 գլուխ 9 խոսք։ Լավ է ունենալ ձգտումներ, և որքան ուժեղ են դրանք, այնքան լավ։ Տերը կբավարարի հոգու տենչերը, անկախ նրանից, թե որքան մեծ և ամեն ինչ կլանող կարող են լինել դրանք։ Եկեք ջանանք, որովհետև Աստված մեզ շատ բան կտա։ Մենք ճիշտ հոգեվիճակում չենք, եթե գոհ ենք ինքներս մեզանից և չունենք որևէ աճի ձգտում։ Ավելի շատ շնորհքի փափագը ու անպատմելի հառաչանքները ցավոտ փորձառություններ են, և մենք պետք է ձգտենք դրանք ավելի ու ավելի հաճախ ապրել։ Սուրբ Հոգի Տեր, մեզ արթնացրու հառաչելու և աղաղակելու ավելի լավ բաների և ավելի լավագույն բաների համար։ Սովը շատ հեռու է հաճելի զգացողություն լինելուց, բայց երանելի են նրանք, ովքեր ծարավ են և քաղցած են արդարության համար։ Նման մարդիկ ոչ միայն կբավարարեն իրենց քաղցը սնունդի փոքր քանակությամբ, այլև կհագենան։ Նրանք չեն սնվի ոչ մի կոպիտ սնունդով, այլ նրանց սննդակարգը կլինի արժան իրենց բարի Տիրոջը, քանի որ նրանք լցված կլինեն հենց Արարչի բարությամբ։ Եկեք չանհանգստանանք կարոտի և քաղցի մասին, այլ լսենք Սաղմոս 2-ի ձայնին, որը նույնպես կարոտում և քաղցած է տեսնելու Աստծուն փառավորված։ Թող գոհանան Տերիցը նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արավ մարդկանց որդիներին։ Սաղմոս 107 գլուխ 31 խոսք։